անգամ ժողովրդին խապի եւ քվերն ստանա։ Այսինքն իր խնդիրը իր իշխանությունը պահելն է, ուրիշ բան չկա այստեղ։ Համաձայնության գալ Իրանի հետ, ասում եմ մենք խոսենք, բացատրենք, ինչքան ժամանակ է բանակցությունը։ Ну, տեսանք Իրանին ինչքան են բացատրել, Լարիջանի հայտարարությունները կարծում եմ շատ վերջախոս վկայությունն են այն բանի, որ իրանք շատերի նման որ այսօր հավատում են այս տրիպը, որ իբրթե ինքնիշխան տարածք է, Լարիջանի եւ մյուսները, որոնք դեշատպես դերակատարություն ունեն, այդ կարծիքին չեն։ Եվ կամաց բնականաբար իրենք ինչ խնդիր են այստեղ ստանալու։ Իրենք ստանալու են իրենց սահմաններին կպած մի իրավիճակ, որ անընդհատ իրենց համար խնդիր է Ամերիկա-Իրան հարաբերությունների մասով։ Այդ կոնֆլիկտը գոյություն ունի եւ դա մենք տեսնում ենք անընդհատ։ Հիմա այդ կոնֆլիկտը գալիս է իրենց դռան դեմ կանգնում։ Սա ինչքանով է լավ լինելու։ Ով Հայաստանը ընդհանրապես ոչ մի բանի մասնակից չի, ամբողջ հարցը դա Հայաստանը Երանի Հայաստանը ինչ որ մի բան թույլ չտար։ Երանի ես այնքան կուզենայի, որ մենք մի օր զարթենք, տեսնենք, որ Հայաստանը մի բան թույլ չի տալի։ Դուք մի բան տեսել եք, որ Հայաստանը թույլ չտա։ Ընդհակառակ Հայաստանի գիստները, որ ամեն ինչ թույլ տա, որ իրեն պահեն իշխանություն։ Հայաստանը չէ, ասացի, Հայաստանի իշխանությունները։ Հայաստանի իշխանությունների համար անգամ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարևոր չի։ Իրան պետք է մի տարածք մնա, որտեղ իրանք իշխանություն ունենան։ Էսա։ Ես 29743-ից արդեն խոսելն անիմաստ է։ Այդտեղ չունենք այդքան։ Հիմա վերջում ինչ կմնա։ Ես նույն սահմանազատում սահմանագծումից եւ այլից, ես էլ թող ժողովուրդը որոշի։ Այո, վերջում կարող է մնալ մի հատ տարածք, որտեղ կառավարության շենքը լինի, իշխանություն ունենա, վերահսկելի ինչ որ մի հատ տարածություն եւ ասի, էսի մեր երազած Հայաստանն է, իրական Հայաստանն է։ Նորյան տրիպի մասին ասեք, դա իրագործելի է համարում եւ հետո լավ բաթը լավ այ տրիպը ասեցինք ուրեմն տրիպը այս վիճակով ինչ որ ընթացքը կա այդ ընթացքը ընդունելի չի մեզ համար բայց իհարկե բանակցելի է եւ եթե Հայաստանն իսկապես կարողանա լուրջ բանակցություններ վարել եւ տրիպը չդառնա կռվախնձոր այլ տրիպը դառնա մեր բոլոր ռազմավարական գործընկերներին նաեւ համախմբելու միջոց դա կարող լավ աշխատի ինչու ոչ մենք ասել ենք Չի կարող քո տարածքով միայն տրիպը սահմանափակվել։ 43 կիլոմետր ինչու պետք է լինի։ Եթե մենք խոսում ենք Խաշմերուկի մասին, դա առնվազն պիտի հասնի մինչև Երասխավան։ Այսինքն ինքն էլ մի կողմից, Ադրբեջանն էլ մի կողմից այդ նույն տրիպի տրամաբանությամբ պետք է տարածքներ տա, չէ՞։ Հնարավորություն տա, տարածք չասենք, տա հնարավորություն հաղորդակցության։ Փոխադարձության մասին են այսքան ժամանակ խոսում, այստեղ ինչ փոխադարձություն եք տեսնում։ Մեր տարածքի վրա բոլորը ինչ որ բաներ են ստանում, դիվիդենդներ եւ հնարավորություններ են ստանում։ Բայց մենք ինչ ենք ստանում իրենց տարածքներից։ Այս ձևական բանը, որ մի երկու հատ հացահատիկ եկավ, բենզին եկավ եւ այլ, այդ երբ ուզենան կկտրեն, երբ ուզենան խրախուսելու համար կթողնեն։ Դա էլ անում են։ Այսօր խրախուսելու պահն է, այսօր թոս փչելու պահն է, այսպես ասած, որ մոլորեսնեն ժողովրդին, որ տեսեք, ունեք մի հատ իշխանություն, որը պետք է պահեք, որ կարողանանք մենք իրար հետ լավ ապրել, եւ այդ իշխանությունն այսօրվա իշխանություններն են Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ։ Այս են ուզում իրանք անել։ Եվ դրա մասին ասում են Հական Ֆիդանը բարձր հայտարարել, չէ՞։ Բարձր հայտարարել է, որ այս քաղաքական կամքը, այս գիծը պետք է պահպանվի։ Եվ Նիկոլ Փաշինյանին ամեն ինչ պետք է անել, ինչը իշխանությունն ասում է դուք սխալ եք։ Դե իշխանությունները գիտեք ոնց է, այդ բանն է, երբ որ նայում ես ուղիղ, ասում ես Սպիտակա իրանք ասում են չէ, դուք լավ չեք նայում, մի քիչ ուրիշ կողմով որ նայեք, տեսնեք ինչ որ այլ երանգներ կան։ Բայց գրած է չէ, խնդի վրա։ Թող մարդիկ վերցնեն, կարդան, տեսնեն ինչ է գրած։ Այդ չի գրած, Հական Ֆիդանը ասել է, այս գիծը եւ այս կամքը քաղաքական պետք է պահպանվի։ Այսինքն դա ասում է դիվանագետ է հələ։ Սա դիվանագետական լեզվով ասվածը, ասում է ուղիղ խոսքը նույն ավանակին են ասում։ Իսկապես այս բաներ կա ժողովրդի մեջ ասացված։ Հիմա պարզ ասի որ չէ, Նիկոլ Փաշինյանը իմ կարդաշն է, իմ յոլդաշն է, որ բոլորը հասկանան ինչի մասն է խոսքը։ Պարզ ասել է, ոնց ասի։ Պարոն Ռուստամյան, եթե դուք կաք իշխանություն